Հանրապետությունում մեծ թիվ են կազմում երեխաները, որոնք աջակցության կարիք ունեն։ Նրանցից շատերը տարբեր պատճառներով չեն կարող զբաղվել սպորտով։ Խնդիրը լուծելու համար կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, ինչպես գործող մարզադպրոցների, այնպես էլ համապատասխան նախարարությունների կողմից։ Այսօր Գյումրու թիվ 4 դպրոցի մարզադահլիճում, որտեղ իրենց ամենօրյա մարզումներն են անցկացնում Սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սաները, տեղի ունեցավ Սուսերամարտի պատանեկան առաջնություն, նվիրված անկախության 25-րդ տարեդարձին։ Ներկային բարձրաստիճան հյուրեր Գյումրի էր ժամանել նաև սպորտի եւ երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը։ Վերջինս կարևորեց նման միջոցառումների անցկացումը, խրախուսական նվերներ հանձնեց մասնակիցներին եւ նշեց, որ միջոցառումը մասն է համալիր այն ծրագրերի, որոնք նախարարությունը պատրաստվում է իրականացնել ընթացիկ տարում։ Իդեպ խոսքը վերաբերում է ոչ միայն Սուսերամարտին, առաջիկայում կկազմակերպվեն նման մրցումներ այլ մարզաձևերից։ Նպատակն է զարգացնել ու մասսայականացնել սպորտը երկրում, ինչպես նաև օգնել կարիքավոր երեխաներին վարելու առողջ ապրելակերպ։ Միջոցառումը ինչու, որովհետև այս մրցաշարին, այս մրցմանը մասնակցում են երեխայի խնամքի եւ պաշտպանության կենտրոնի երեխաները։ Սա մեր օղակներից է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում։ Ուրախությամբ հաստեմ, որ վերջի ժամանակահատվածում բավական այսպես ինտենսիվ եւ էֆեկտիվ աշխատանքային համագործակցություն է զարգանում Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության միջեւ։ Նախատեսված է, որ այդ բոլոր դպրոցներին, այդ հիմնարկություններին մենք նաեւ բաժանենք մարզագույք։ Սա ևս մեկ խթան է մարզվելու համար այդ երեխաների համար։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանը վստահ է, որ համագործակցությունը սպորտի եւ երիտասարդության նախարարության հետ կլինի շարունակական։ Համատեղ ծրագրեր շատ կան, որոնք իրականացվեն ընթացիկ եւ գալիք տարիների ընթացքում։ Համատեղ ծրագրեր, համատեղ պլաններ, առաջիկայում այդ ամեն ինչ ավելի խորացնելու զարգացնելու համար, որպեսզի այն երեխաները, ովքեր որ ունեն պետության կողմից հոգացության կարիք, խնամքի կարիք, զգան նաև պետության աջակցություն սպորտի, մանկական սպորտի, մանկապատանեկան սպորտի զարգացման ասպարեզում։ 2016 թվականին, այս տարի սեպտեմբերին կանցկացվի մարզական խաղեր, նույն երեխաների պաշտպանության, խնամքի պաշտպանության այդ հիմնարկներում գիշերօթիկ դպրոցների միջև։ Առաջինը բնականաբար սկսվել է Գյումրու տարածաշրջանից, Շիրակի մարզից, բայց պլանները վերաբերվում են ամբողջ հանրապետությանը, որովհետև նմանատիպ խնամքի կարիք զգացող երեխաներ կան ընդհանրապես ամբողջ հանրապետության տարածքով։ Շիրակի մարզի սպորտի եւ մշակույթի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը նույնպես կարևորեց նման մրցաշարերի անցկացումը։ Վերջինիս խոսքով նման միջոցառումները զարկ կտան մարզաձևի զարգացմանը։ Միջոցառումը ինքնին բավականին հաջողված է, կայացած է եւ այն, որ Սուսերամարտ մարզաձևով այսօր Գյումրիում զբաղվում են բազում երեխաներ, դա ուրախալի փաստ է։ Մրցաշարին ընդգրկված են երեխաների կենտրոնի սաները, որոնցից 35-ը մասնակցում է մեր տարբեր տարիքային խմբերի մարզումներին։ Խոցում, պաշտպանություն, վիպը, դուք սանեշքեն ենք, und շատ դուրս խոցելը։ Նման մրցումներում հաղթողներ ու պարտվողներ չկան։ Կարևորը երեխաները զբաղվում են սպորտով եւ վարում առողջ ապրելակերպ։ Ինչ վերաբերում է հարցի մարզական կողմին, ապա ցույց կտա ժամանակը։ Ամեն դեպքում առկա են բազում խնդիրներ, առանց որոնց լուծման հնարավոր չէ բարձր արդյունքներ ակնկալել։ Հապետ Հարությունյան, Խան Հովհաննիսյան, այսօր։